Նրանտապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը սկսենք Հայաստանի վարչապետ ԱՄՆ պետքարտուղար հեռախոսազրույցից։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում էսկալացիան անթույլատրելի է, նաև ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության Նիկոլ Փաշինյանը եւ Մարկո Ռուբիոն որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։ Բնականաբար այս հեռախոսազրույցի բովանդակության հետ կապված կարծիքները տարբեր կարող են լինել։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, որքանով է կարևոր այս հեռախոսազրույցը իրադարձությունների այս ֆոնին, վերջին զարգացումների ֆոնին։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար եւ հատկապես շնորհակալ եմ, որ հիշատակեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պրես ռելիզի այն հատվածը, որ Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ հարաբերվել են ռազմավարական համագործակցության իբրև ռազմավարական համագործակցություն վարող գործընկերներ։ Գիտեք, դա առանցքայինն է։ Եվ եթե համադրենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, եթե այդ հեռախոսազանգին ֆոն դարձնենք ռուս-ուկրաինական բանակցությունները, ֆոն դարձնենք Ֆիդանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալը, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, ստացվում է պատկեր, որ հակառակ բոլոր այն հոռետեսական պնդումների, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ահա շատ շուտով կգան համաձայնության ու Հարավային Կովկասը, այսպես ասած Տրամպը կհանձնի Ռուսաստանին, չգիտես ինչու, հերքվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատում է իր ներկայությունը տարածաշրջանում եւ հաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերն է։ Այստեղից բխող բոլոր հետևություններով։ Ես կարծում եմ, որ եթե դեռ չի եղել, բայց զանգ կլինի նաեւ Իլհամ Ալիևին խաղաղության համաձայնագիրը արագացնելու, խաղաղության համաձայնագրի ստորագրումը արագացնելու առումով։ Ես ուզում եմ նաև վստահություն հայտնել, որ հեռախոսազրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետը հավաստիացրել է, որ ինքը պատրաստ է, եթե ադրբեջանական կողմը դրան համաձայնի, համաձայնագիրը ստորագրել Վաշինգտոնում։ Կարծում եմ դա անհրաժեշտություն է եւ դա պետք է արվեր եւ հուսամ, որ արվել է։ Տիկին Ադամյան, Մարկո Ռուբիոն Ֆիդանին ընդունելով նաեւ հաղորդագրությունում նշում է, որ խնդրել է Թուրքիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Սա չի նշանակում նաեւ ինչ որ առումով պատվիրակել Թուրքիային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Բացարձակապես չի նշանակում։ Բացարձակապես։ Այդ դեպքում ինչպես շատ շատ հայտնի է Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Բոլորս դա գիտենք։ Եվ եթե նույնիսկ նրանք, ովքեր դա պարբերաբար մոռանում են, Էրդողանը Ալիևին պարբերաբար էլ հիշեցնում է Թուրքիայի ներդրումը 2020-ին իր հաղթանակի համար։ Դա ընդհանրապես նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատվիրակում է Էրդողանին Ալիևի վրա ներգործել խաղաղության համաձայնագիր կնքելու համար ու տարածաշրջանում խաղաղությունը վերահաստատելու համար, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակը տարածաշրջանում ոչ միայն խաղաղությունն է, այլև հաղորդակցությունների բացումն է։ Հենց դա է նշանակում, ու դա բնավ չի նշանակում Թուրքիայի ազդեցության մեծացում, դա բնավ չի նշանակում, որ եթե առաջ ոմանք պնդում էին, որ տարածաշրջանը հանձնվում է Ռուսաստանին, հիմա էլ պետք է ասեն, չէ, Տրամպը տարածաշրջանը հանձնեց Թուրքիային։ Գիտեք, այդ որևէ երկիր ճամպրուկ չի։ Ու հնարավոր չէ ճամպրուկը վերցնել, նույնիսկ եթե վերցնողը Ամերիկայի Միացյալ Նահանգների պես գերտերությունն է ու ինչ որ տեղից տեղափոխել մեկ այլ տեղ, ազդեցությունը հանձնել այս պետությունից այլ պետության, չկա նման բան, վստահ եղեք, որ դա բացառվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատում է ոչ թե Թուրքիայի, այլ իր ներկայությունը տարածաշրջանում, հաստատում է իր շահերը տարածաշրջանում եւ հետեւողական է լինելու իր շահերին։ Ես կարծում եմ, որ թե Ֆիդան
Ռուբիո եւ թե Ռուբիոյի զանգը Նիկոլ Փաշինյանին հենց դրա հավաստիքն է, նույնիսկ այն պարագայում, եթե զանգը հայկական կողմի նախաձեռնությամբ եղած լինի։ Հիմա խաղաղության համաձայնագիր կոչվածին եթե անդրադառնանք, ինչ տեղի ունեցավ Հայաստանը ըստ էության բավարարեց Բաքվի վերջին երկու կետերի հետ կապված պահանջները՝ երրորդ ուժերի բացառում եւ միջազգային ատյաններից հայցերի հետ կանչ։ Հիմա իշխանությունը սա չի համարում միակողմանի զիջում, ասում են բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին։ Դուք ինչպես եք գնահատում, արդյոք Հայաստանը հերթական միակողմանի զիջմանը գնաց եւ սա իսկապես կբերի խաղաղություն, եթե ստորագրություն դրվի երկու կողմի այդ փաստաթղթի։ Ես կկարողանայի լիարժեք պատասխանել ձեր հարցին, եթե տեղյակ լինեի համաձայնագրի տեքստին։ Ընդունեք, որ մեզնից որևէ մեկը համաձայնագրի տեքստին տեղյակ չի։ Դա էլ է հակասական։ Արմեն Գրիգորյանն ասում է հանրությունը բովանդակության մասով մանրամասն տեղեկացված է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է կհանրայնացվի ստորագրումից հետո։ Եկեք այդ հակասությունների մասին մի պահ մոռանանք եւ փորձենք հասկանալ, իսկ որքանով է երաշխավորում համաձայնագիրը խաղաղությունը եւ որն է մեզ համար գերակա։ Խաղաղությունը դա խաղաղության համաձայնագիրը։ Իհարկե քաղաքացիական պայմանագիրը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը խաղաղության բանալին է։ Արդյոք այդպես է։ Գիտեք, ես չեմ ալարի, թերևս եւ բազում համաձայնագրեր կարող եմ վերել, որոնք կնքվելուց հետո շատ կարճ ժամանակում խախտվել են։ Դրանք շատ հայտնի համաձայնագրեր են։ Կարող եմ նաև ֆիքսել կներեք Ադրբեջանի ոչ պայմանագրաունակ լինելը, դա բոլորին հայտնի փաստեր է, ու պետք չի այդ փաստերով միայն գործառնել, որովհետև եթե մենք շեշտում ենք այդ փաստերը, մենք ինքներս ենք մեզ փակողի տանում։ Ես կարծում եմ, որ այս պարագայում շատ ավելի կարևոր է ոչ թե ֆիքսել, արձանագրել Ադրբեջանի գերակայությունը, Հայաստանի այս պահի թուլությունը եւ այլն, ինչը շատ մեծ հաջողությամբ արվում է թե քաղաքական, թե փորձագիտական, թե լրագրողական դաշտում, որը ես կարծում եմ հիբրիդային պատերազմի մաս է ուղղված Հայաստանի Հանրապետությանը։ Այլ փորձենք երկեր գտնել այդ իրավիճակից, փորձենք արձանագրել այն առավելությունները, որ նույնիսկ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ ու կարող է խաղարկել միջազգային ասպարեզում, հաշվի առնելով ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում թե մեր տարածաշրջանի շուրջ, թե ռուս-ուկրաինական պատերազմի, Պաղեստին-Իսրայել բախումների, մեծ մերձավոր արևելքի խնդիրների լուծման ուղղությամբ։ Մենք այստեղ պետք է որոնենք ելքերը։ Այստեղ պետք է առաջարկներ անենք։ Արված լինեին Տիկին Ադամյան, պետք էր համաձայնել այդ երկու կետերին, թե ոչ։ Ես կարծում եմ, որ համաձայնագիրը այն միակ գործիքը չի, որով մենք կարող ենք ապահովել խաղաղությունն էլ, անվտանգությունն էլ Հայաստանի Հանրապետության համար։ Դա միակ գործիքը չի։ Այո, դա պարտադիր պայման է ու շատ լավ կլինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, չգիտեմ, գուցե նաև Թուրքիայի ճնշմամբ համաձայնագիրը հնարավորինս արագ ստորագրվի։ Դա շատ կարևոր է իրոք, բայց դա բանալի չի, դա առանցք չի, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովված կարող ենք համարել այն պարագայում, երբ տարածաշրջանում վերականգնվի ուժերի հավասարակշռությունը։ Ուժերի հավասարակշռությունը հնարավոր չէ վերականգնել միմիայն ռազմական բաղադրիչով, որովհետև ազգային անվտանգությունը համալիր է, համակարգ է, եւ այդ համակարգում բանակը ընդամենը գուցե առանցքային, գուցե գլխավոր, բայց բաղադրիչներից կամ ինչպես դուք եք ասում, օղակներից մեկն է, մինչդեռ մեզ պետք է շղթա։ Կառուցում ենք մենք այդ շղթան, ունենք մենք այդ շղթան, վերականգնում ենք մենք մեր տնտեսությունը, աշխատեցնում ենք։ Իմ հարցերի պատասխանն է, որ ամեն ինչ դեռ գտնվում է սահմանային փուլում եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կորցնում է ժամանակ։ Նշանակում է միայն ներքաղաքական խնդիր է լուծում այս իշխանությունը։
Ես չեմ կարող իշխանության, այսպես ասած, դիրքերից բացատրել, թե ինչ խնդիր է ինքը լուծում։ Ակնհայտ է, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի պահանջն է։ Եվ գուցե այդ առումով, այո, իշխանությունը իր համար հաշվի առնելով 2026-ից առաջ 2025-ի նախընտրական տարի լինելը իր համար որոշակի դիվիդենդներ ապահովում է։ Բայց եկեք դուրս գանք իշխանության մտայնության շրջանակներից, եկեք քննարկենք պետության մասին, պետության հարցը։ Շահում է դրանից պետությունը։ Այո, շահում է։ Շահում է խաղաղություն, շահում է անվտանգություն, ամբողջական է այդ խաղաղությունն ու անվտանգությունը ոչ։ Ուրեմն կա անելիքների մի բավականին կառուցիկ սանդղակ, ու այդ սանդղակի աստիճաններով մենք հերթով պետք է բարձրանանք։ Անում ենք մենք այդ քայլերը, անում ենք, բավարար է, ոչ։ Սա է վիճակը, սա է էությունը։ Ես ընդհանրապես գուցե նաև ինչ ասեմ, հակասում եմ այն հանգամանքին, որ ես կուսակցական եմ։ Ես Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ եմ ու Հանրապետություն կուսակցությունն եմ ներկայացնում։ Բայց այս պարագայում ինձ համար շատ ավելի գերակա է պետության ժողովրդի շահը, քան նեղ կուսակցական շահը։ Ասում եմ, գուցե դա հակասություն է իմ պարագայում, բայց ես կարծում եմ, որ շատ ինչ ճշմարտություն կա։ Մինչև բոլորը լավ չապրեն, մեզնից ոչ մեկը լավ չի ապրի։ Իսկ այդ բոլորի լավ ապրելու հանգամանքը, էլ եմ կրկնում, կա համակարգ։ Այդ հանգամանքը բացատրվում է անվտանգային համակարգի ստեղծմամբ։ Ու պատահական չի, որ Հանրապետություն կուսակցությունը անվտանգային համակարգի վրա շեշտադրելով անվերջ այդ համակարգի բաղադրիչների մասին է խոսում։ Խոսում ենք ու խոսելու ենք այնքան, քանի դեռ այդ բաղադրիչները չեն գործարկվել ամբողջությամբ, որովհետև միանշանակ է, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի տնտեսություն, չունի արդյունաբերություն, շեշտում եմ արդյունաբերություն, մենք չենք կարողանալու մարտունակ բանակ վերականգնել։ Մենք չենք կարողանալու էներգետիկ անվտանգություն ապահովել, պարենային անվտանգություն ապահովել, հարցերի հարց, ժողովրդագրական անվտանգություն ապահովել։ Վերջին հաշվով, եթե իշխանությունը պնդում է իր հավասարակշիռը եւ գտնում է, որ անգամ այս պարագայում ինքը կարող է երկու աթոռի վրա նստած մնալ, ես կարծում եմ, որ այդ հավասարակշիռ, իրականում հավասարակշիռ վիճակ ունենալու համար դեռ իշխանությունը այնքան գործ ունի անելու վերացնելով ռուսական մոնոպոլիաները, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դիվերսիֆիկացնելով, Եվրոպայի հետ աշխատելով, Արևելքի հետ աշխատելով, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատելով, այսինքն այդ հավասարակշռությունը որպես այդպիսին շատ մեծ բլեֆ է, չկա հավասարակշռություն, կա սուպեր անհավասարակշռություն, Ռուսաստանի գերակայություն, տնտեսության մեջ ամենայն դեպս, եւ մենք պետք է այդ, եթե ուզում ենք այնուամենայնիվ այդ հավասարակշռին որևէ դրական վերաբերմունք արտահայտել, պետք է այդ հավասարակշիռ վիճակը նախ ձևավորել, չկա այդ հավասարակշռությունը։ Տիկին Ադամյան, ունեք բացատրություն, ինչու գրեթե մեկ շաբաթ Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածեց կրակոցների մասին, հետո լռեց, բայց նաև չսահմանափակվեց միայն Հայաստանի ուղղությամբ ապատեղեկատվության տարածմամբ, նա նաև ապատեղեկատվություն էր տարածել Մարգարա անցակետի այդ բացման հետ կապված, ըստ էության Թուրքիայից ստիպված եղան հավելյալ ներկայացնել, որ դա ապատեղեկատվություն է, որովհետև ադրբեջանական կողմը պատշաճ տեղեկացված է եղել անցակետի ժամանակավոր բացման մասին։ Դուք ինչ վերլուծություն ունեք, ինչու մտավ այդ ապատեղեկատվություն տարածելու ռեժիմ։ Գիտեք, Իլհամ Ալիևը ամբողջ աշխարհի առաջ, որը չգիտեմ, քանի տասնյակ, երևի թե 50-ից ավելի պետություններ ու մոտ մի տասնյակ կազմակերպություններ էլ անդրադարձան, որը աննախադեպ էր միջպետական հարաբերությունների պարագայում, անդրադարձան, դրվատեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, համաձայնագրի ստորագրմանը եւ այլն։ Այդ արձագանքը Ադրբեջանի համար անսպասելի էր։ Ինչպես անսպասելի էր, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին երկու պայմանները այդ արագության մեջ կհամաձայնի։ Դա միանշանակ Ադրբեջանի համար երկու անակնկալ էր։ Հայաստանի Հանրապետության վաբանկ գնալը եւ համաշխարհային հանրության այդ արագ արձագանքը։ Ու Ադրբեջանին մնում էր մեկ ճանապարհ,
Ես ոնց գնամ խաղաղության համաձայնագիր կնքեմ մի պետության դեմ, որը անverջ կրակում է իմ սահմանների վրա։ Այստեղ կար նաև եվրադիտորդների դիսկրեդիտացիայի հարց։ Ապացուցելու համար, որ այս եվրադիտորդները այստեղ են, բայց ես շարունակում եմ կրակել։ Այսինքն ինձ համար մեկ է նրանք կլինեն սահմանին, չեն լինի սահմանին եւ այլն։ Գործնականում այո դուք ճիշտ եք, միանգամայն ճիշտ եք, չաշխատեց, որովհետեւ նույն այդ եվրադիտորդները հենց հերքեցին հայկական կողմից որևէ կրակոց։ Կրակոցների պատմությունը Ադրբեջանը ստիպված էր վաղ թե ուշ ավարտել, չունենալով որևէ դիվիդենդ այդ ամբողջ հեքիաթից։ Հեքիաթի երկրորդ մաս Մարգարայի կամուրջը բացելը։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Թուրքիան Ադրբեջանին տեղեկացրել էր Մարգարայի կամուրջը բացելու 10 օր, ընդամենը 10 օրում բացելու համար Սիրիա մարդասիրական օգնություն փոխադրելու նպատակով։ Բայց Ադրբեջանին պետք էր հերթական դիվանագիտական սկանդալը Թուրքիայի հետ։ Ադրբեջանին պետք էր ինչ պետությունների ապացուցել, որ ինքը Թուրքիայի վասալը չէ, որ ինքը Թուրքիայի հետ ունի տարաձայնություններ, ավելին այդ տարաձայնությունները չեն լուծվում կուլիսներում, այլ բարձրաձայնվում են։ Ու թերևս Իլհամ Ալիևը եկավ երրորդ անակնկալեն, որովհետև Թուրքիայից ոչ թե ներքին խողովակներով պատասխանեցին, այլ հրապարակավ պատասխանեցին, որ Ալիևը տեղեկացված եղել է։ Ու փաստորեն սա Փոթորիկեմի բաժակ ջրում շատ ավելի լավ է այդ սառը ջուրը խմել ու հանգստանալ։ Սա էր ամբողջ պատմությունը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Իրանի արտգործնախարարի այցը ինչ նպատակ էր հետապնդում, այստեղ գտնվելով նա նշեց, որ տարածաշրջանում էսկալացիայի մեծ վտանգ կա, արդյոք սա ադրբեջանական հնարավոր էսկալացիայի մասին ակնարկ էր, թե ավելի շուտ Իրանի դեմ հնարավոր էսկալացիայի, նաև մենք գիտենք, որ ԱՄՆ-ն Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել միջուկային նոր համաձայնագիր ստորագրելու համար, բայց Իրանը դեռ կարծես թե պատասխան չունի։ Միանշանակ բանն այն է, որ սպառնալիքների ներքո չեն պատրաստվում ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, ինչ դիտարկումներ կան։ Արդեն իսկ բանակցում են։ Գիտեք, այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Տեսեք, տարածաշրջանում շատ կարևոր են Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները եւ այո Դոնալդ Թրամփը նամակով 2 ամիս է տվել կողմնորոշվել են, նույնիսկ սպառնացել է, որ եթե միջուկային ծրագրի շուրջ միջուկային ծրագիրը մեղմ ասած չփակվի ու Իրանը գնա միջուկային զենքի ստեղծման, շատ կոշտ պատասխան կլինի ընդհանուր ռազմական ճանապարհով։ Բայց խնդիրը ամբողջ այն է, որ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մինչև այդ նամակը թե բանակցել է, թե շարունակում է բանակցել։ Խնդիրը նաև այն է, որ Իրանը բանակցում է Եվրոպայի հետ։ Այսինքն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները անկախ Տրամփի նամակի այս կամ այն կերպ շարունակվում են եւ գուցե հասնեն տրամաբանական ավարտին, գուցե հասնեն պատմական համաձայնության։ Այսինքն համաձայնության հնարավորությունը ավելի մեծ է, քան որ Իրանը կմերժի։ Ես կարծում եմ, որ համաձայնության հնարավորությունը այն պայմաններն են, որ կողմերը միմյանց առաջարկում են։ Միանշանակ է, որ Իրանը նորից պետք է ասի պատժամիջոցների վերացում, ինչպես եղել էր նախորդ համաձայնագրի դեպքում, որից Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս եկավ, եթե հիշում եք, միջուկային նախորդ գործարքի մասին։ Պարզ է, որ Իրանն այլի պետք է պատժամիջոցները հանելու հարցը դնի։
Իսկ ինչ գնով Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցները կհանի կամ կհանի թե չի հանի, արդյոք դա կհամարի Իրանի վրա ներգործելու հետագա ազդեցության միջոց։ Գիտեք, որպեսզի ես կարողանամ ճշգրիտ պատասխանել այդ հարցին, ես պետք է այդ բոլոր նրբությունները առաջին ձեռքից իմանամ, ոչ թե ասենք տարբեր մեկնաբանություններ, որոնք բոլոր դեպքերում արտահայտում են մեկնաբանողի շահերը, ոչ թե բուն ճշմարտությունը։ Իսկ որևէ մեկը, ես չեմ կարծում, ոչ Վաշինգտոնյան կողմից, ոչ իրանական կողմից կդնի ու բանակցությունների ընթացքի մասին ուղիղ հրապարակումներ կանի, որը միանգամայն սխալ կլինի, հակադիպանագիտություն կլինի հաջողության հասնելու տեսակետից։ Սա հարցի մի կողմը, հարցի երկրորդ կողմը, տեսեք, Արարչին այս լարված պայմաններում գալիս է Երևան։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ինչ հրապարակումները լինեն, Արարչին եկել է Հայաստանի Հանրապետություն, համոզվելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանելու է իր հայտարարված չեզոքությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որևէ պարագայում Իրանի վրա հարվածի վայր չի դառնալու։ Բայց ամենակարևորը Արարչին եկել է Երևան։ Արարչին չի գնացել Մոսկվայում այդ հարցը լուծելու։ Սա արդեն իսկ նշանակում է Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացում։ Սա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերը քննարկվում է Երևանում։ Սա դրա փաստն է ու դա շատ կարևոր փաստ է։ Սա նաև կողմնակի վկայում է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների անվստահությունը, հակառակ վերջերս կնքված ռազմավարական համագործակցության համաձայնագրի։ Հակառակ այդ համաձայնագրի, որովհետև բոլոր պարագաներում Թեհրանի ու Մոսկվայի շահերը սկսել են միմյանց հակասել։ Ու շատ հնարավոր է, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման, հարաբերությունների հաստատման եւ այլն ջերմացման մակարդակում Մոսկվան, ինչպես բոլոր իր մյուս դաշնակիցներին հերթով դավաճանում է, դավաճանում նաև Իրանին։ Իրանին պետք է երաշխիքներ, հուսալի երաշխիքներ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը չի դառնա իր վրա հարվածի վայր, ինչպես դա կարող է անել Ադրբեջանը։ Ինչն էլ սպասում է Ալիևյան ռեժիմը, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ Ալիևյան ռեժիմը պատրաստ է դրան։ Բայց դրա համար, բայց դրա համար, հենց դա է ուզում ասել, բայց դրա համար Իսրայելից, իսկ Իսրայելի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգներից որոշակի իր համար առևտրի թեմա է բացում։ Առևտրի թեման, ես կարծում եմ, որ առաջին հերթին ցանկացած առևտուր այս պահին, որ վարելու է Բաքուն Վաշինգտոնի հետ 907 բանաձևն է լինելու։ Առաջին կետում Բաքվի համար 907 բանաձևն է դրված։ Եվ Բաքվի համար բոլոր դեպքերում շատ խնդրահարույց է մնում այն փաստը, որ այս պարտված Հայաստանի վարչապետը Տրամփի հետ հանդիպեց, Փարիզում հանդիպեց, Վաշինգտոնում հանդիպեց, հեռախոսազրույցներ է ունենում, Ռուբիոն է զանգում, գալիս գնում են, հայտարարություններ են անում Հայաստանի վերաբերյալ, Ֆիդանն է գնում Վաշինգտոն, Բաքուն ինչ է անում, Բաքուն որտեղ է գալ գնալու էս երթուդարձի մեջ որևէ մեկը, գիտի Բաքուն որտեղ է, Բաքուն փորձում է իր լոբիստներով աշխատել, Բաքուն փորձում է ստեղծել Բաքու, Թել Ավիվ, Վաշինգտոն առանցք եւ այդ առանցքով մտնել Սպիտակ տուն։ Առայժմ հաջողություններ չգիտեմ կան թե չկան, չեմ կարող ասել չկան, բայց չեմ կարող նաև արտաֆիքսել, որ կան։ Ինչ պիտի անենք մենք այդ դեպքում, մենք պիտի փորձենք կարգավորել մեր հարաբերությունները Իսրայելի հետ։ Եթե դուք հիշեք, մեր բոլոր հարցազրույցներում ձեզ հետ ես խոսել եմ Հայաստան-Իսրայել հարաբերությունների մասին, Հայաստան-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին, անհրաժեշտության մասին, որովհետև գիտեք, Իսրայելից բազում քայլեր առ Հայաստան եղել են, Հայաստանն այդ քայլերը թողել է անպատասխան։ Հայաստանում կա կարծրացած երկու պատկերացում, եթե մենք հարաբերությունները բարելավում ենք Իսրայելի հետ, մենք հարաբերությունները վատացնում ենք Իրանի հետ, որը սխալ պատկերացում է, եւ երկրորդ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները այնքան խոր են,
այնքան գուցե թե ռազմավարական են կամ այնքան հենված են փոխադարձ շահի վրա, որ միևնույն է մեզ չի հաջողվելու այդ երկուսի հարաբերություններում մեր տեղը գտնել։ Սա գիտեք, ի սկզբանե դիվանագիտական աշխատանքի պարտության խոստովանություն է, որովհետև ցանկացած հարաբերություններում կարող են լինել այնպիսի կետեր, որոնց վրա դու քո քաղաքականությունը կառուցես։ Ու ես էլի պնդում եմ, որ մեզ համար այս իրավիճակում, այս աշխարհում աշխարհաքաղաքական այս պահին այստեղ ու հիմա շատ կարևոր Իսրայելի հետ հարաբերությունները, գեր կարևոր Իսրայելի հետ հարաբերությունները, ամենայն դեպս ինչ որ չափով չեզոքացնելու Ադրբեջանի նկրտումները։ Ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունները, զարգացումները ինչ սցենարների ենթադրություն են տալիս, 12 ժամից ավել բանակցություններ տեղի ունեցան ռուս-ամերիկյան, ամերիկա-ուկրաինական զուգահեռ էին ըստ էության ընթանում Սաուդյան Արաբիայում։ Ինչ վերլուծություն ունեք, կհաջողվի Թրամփին Պուտինին բերել այդ գործարքի դաշտ եւ Ես կարծում եմ հնարավորինս շահավետ գործարք ընկել, որը այնուամենայնիվ ամբողջովին չի ոտնահարի Ուկրաինայի շահը։ Լավագույն պատասխանը ձեզ տվել է ինքը մեծնշիկահայրը։ Դոնալդ Թրամփը արդեն ասել է, որ ունի տպավորություն, որ Ռուսաստանը համաձայն է խաղաղության, բայց ձգձգում է գործընթացը։ Հասկան Դոնալդ Թրամփը կամաց թերևս վերադառնա այն տարբերակին, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի առաջադրված պայմաններին, ինքը շարունակելու է ուժեղացնել Ուկրաինան։ Կարճ չէ նման Անկան հարափոփոխ են Թրամփի հայտարարությունները, որ հիմա չգիտես որ մի հայտարարությունը ապավինես։ Բայց այնուամենայնիվ ֆիքսենք փաստ Թրամփը մեկ օրում, նույնիսկ մեկ ամսում չդադարեցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ սա իր համար շատ մեծ իմիջային հարված է։ Ոնց ես գամ սպիտակ տուն, ասեմ վերջ տղաները էլ չեն կռվում ու տղաները շարունակում են կռվել։ Անհնար է, չէ, Թրամփի պատկերացրած աշխարհում։ Հիմա Թրամփը փորձում է այս պարագայում իմ տպավորությամբ, գուցե սխալվում եմ, բայց դա իմ տպավորությունն է, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ առաջին հերթին ապահովել ամերիկյան շահերը։ Ամերիկյան։ Նա լուծում է իր խնդիրները։ Իր ռազմարտությունաբերության համալիրի աշխատանքի, իր մոտ աշխատատեղերի ստեղծման, այդ բազմամետաղների հարցով համաձայնագրի կնքման եւ միայն Ամերիկայի շահերը, այսպես ասած, համալիր կերպով ապահովելուց հետո փորձում է այնուամենայնիվ անդրադառնալ նաեւ Ուկրաինայի խնդիրներին ու Ռուսաստանի խնդիրներին։ Գիտեք, ինձ առաջ էլ, ինձ հետո էլ շատ շատերը արձանագրելու են, որ Ռուսաստանի Դաշնությանը խաղաղություն պետք չէ, որ Ռուսաստանի նախագահին խաղաղություն պետք չէ եւ Ռուսաստանի նախագահը հակված չէ խաղաղության։ Ես կարծում եմ, որ Վաշինգտոնում էլ դա արդեն շատ խոր, շատ հանգամանալի, շատ բովանդակալից հասկացել են։ Պետք է այդ խաղաղությունը, այդ համաձայնագիրը Ուկրաինային։ Այո, պետք է, բայց ոչ ամեն գնով։ Տեսեք, վերջերս քննարկվում էին նաև Ուկրաինայի տարածքային հարցերը։ Այսինքն Ուկրաինան, ինչպես Հայաստանը, ընդունում է բոլոր պայմանները, ցավոտ, շատ վտանգավոր, բայց ընդունում է ու էլի չի ստանում համաձայնություն։ Զուգահեռները, տեսնում եք։ Հիմա որը պետք է լինի, ասենք Հայաստանի կամ Ուկրաինայի հաջորդ քայլերը։ Գրեթե նույնը, ուժեղանալ։ Ամփոփենք Տիկին Ադամյան, ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները Թրամփի աչքերով ինչպիսին են լինելու եւ այս պայմաններում այսօր ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց այո Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը։ Մենք արդյոք ունենալու ենք իսկապես ուժեղ Եվրոպա, որին ձգտելը կբխի մեր շահերից։ Իհարկե ունենալու ենք, մենք արդեն իսկ ունենք այդ Եվրոպան։ Տեսեք, Եվրոպան նման էր այն կառույցին, որը չունի որևէ խնդիր պաշտպանական առումով։ Շատ երկար տարիներ, տասնամյակներ, Եվրոպան չուներ անվտանգության խնդիր։
Վարշավյան պակտի լուծարումից հետո։ Կար ՆԱՏՕ ու չկար գլխավորը սպառնալիք։ Հիմա կա սպառնալիք եւ շատ կոնկրետ սպառնալիք։ Սպառնալիք արդեն ոչ միայն այնպես մտայնության տեսքով, այլ կոնկրետ պատերազմի տեսքով Եվրոպայի սրտում։ Պետք է չէ որ դա շարժման մեջ դներ Եվրոպային։ Միանշանակ։ Բայց այդ շարժումը եկավ ու արագացրեց Դոնալդ Թրամփը։ Ընդամենը դա։ Ու Եվրոպան արդեն միլիարդավոր դոլարներ է դնում իր ռազմական արդյունաբերության մեջ, Եվրոպան արդեն պատրաստվում է ստեղծել ՆԱՏՕ+, այն երկրներից նաև այն երկրների ներգրավումով, որոնք Եվրամիության անդամներ չեն։ Եվրոպան տեղից շարժվել է։ Եվ Եվրոպայի անվտանգության նոր համակարգում այդ ՆԱՏՕ+-ում Հայաստանը միանշանակ պետք է լինի։ Հայաստանը պետք է լինի այդ համակարգում, որովհետև դա Հայաստանի Հանրապետության համար անվտանգության լիարժեք պաշտպանվածության ու անվտանգության կազմակերպման միջոց կարող է լինել, հաշվի առնելով նաև այն տնտեսական ծրագրերը, որ Եվրոպան առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը, տնտեսության վերականգնման ծրագրերը։ Անդրադառնալով այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված օրինագծին։ Գիտեք, ինձ համար այսօր իսկապես հաղթանակի օր է։ Մեզ համար հաղթանակի։ Բայց ես ինձ համար ասելով նկատի ունեմ ամբողջ այ ժողովրդին։ Ու թող սա մեծամտություն չհնչի, որովհետև սա ժողովրդի կամքի արտահայտություն էր։ Ու դրա վկայությունը 60,000 եւ ավելի ստորագրություններն էին, որոնք հավաքվեցին ոչ թե 2, այլ 1 ամսում։ Ու հավաստիքը նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե պահանջվեր 300,000, այդ 300,000-ն էլ էր ստորագրվելու։ Սա շատ ցավոտ իրադարձությունների արձագանք էր։ Եթե մենք չկորցնեինք Արցախը, եթե մենք չունենայինք 2020-ի պատերազմը, եթե մենք չունենայինք մեր նոմինալ, պաշտոնապես այդպես համարվող ռազմավարական գործընկերոջ քաղաքականության 180 աստիճանի փոփոխությունը, մենք թերևս այսօր չէինք ունենա այդ օրենքը, չէինք ունենա այդ օրենքի ընդունման անհրաժեշտության գիտակցությունը համաժողովրդական մակարդակով։ Այ ժողովուրդը եկավ ստորագրեց, ժողովուրդը տեր է իր ստորագրության ու ժողովուրդը պահանջելու է այդ գործընթացի շարունակությունը։ Ու ես անսահման շնորհակալ եմ ժողովրդին, բայց սա հարցի մի կողմն է։ Իսկ ինչ ենք անելու հիմա։ Լավ ստորագրեցինք, լավ ունենք օրենք։ Ինչ ենք անելու հիմա։ Տեսեք, խորհրդարանական ուժերը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք խոչընդոտ են Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին։ Պարզապես խոչընդոտ են, որ իրենք մնում են Կրեմլի վկաներ։ Կեսը հրաժարվեց քվեարկությանը մասնակցել, կեսը դեմ քվեարկեց։ Չգիտեք, ավելին չէի սպասում բացարձակապես, բայց ուզում եմ հիշեցնել Դանթեի շատ հայտնի խոսքը. «Քար մի գցեք վերև սլացող արծվին, արծիվը ավելի վեր կբարձրանա, քարը կընկնի ձեր գլխին»։ Չեմ ուզում այս խոսքերով ավարտել այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել, որ այս օրինագիծը Հայաստանի Հանրապետությունը դարձրեց ավելի պաշտպանված, միանշանակ դարձրեց ավելի պաշտպանված, ու Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դրեց այն ցածկահարթակը, որտեղ ինքը կարող է, որտեղից առաջին քայլը անելով, ինքը կարող է անել երկրորդը, երրորդը, չորրորդը։ Կլինի դա ՔՊ-ի իշխանությամբ, թե 2026-ին դա կանի արդեն ուրիշ ուժ, ժողովրդի որոշելիքն է։ Ես կարծում եմ, որ ավելի հավանական է երկրորդ տարբերակը։